Բայց դրան հետևում է Ադրբեջանի նույն խոսույթը, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է կստորագրեմ, եթե ու գնում են եթեները։ Օրինակ, եթե սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ նորը ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին ըստ էության Հայաստանն ասել է դեմ չեմ, եթե ստորագրենք նոր։ Բայց չեք կարծում, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշելու, օրինակ ասելու է ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որը ինքը Արևմտյան Ադրբեջան է կոչում, Զանգեզուրի միջանցքը ուզի։ Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա օրինակ որ հարցերն են, որ քննարկելի են։ ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչու է քննարկելի։ Որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատը իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում, այստեղ էլ մենք պետքա ճկունություն ցուցաբերենք որոշակի, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումը այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումը ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ սա կարևոր նրբություն է։ Բայց ՀԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ՀԱԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ ոնց ինչպես էլի եմ ասում, ժամկետը նպատակ չի։ Այսինքն արդեն համաձայն ենք մինչև ստորագրել է լուծարել։ Ես էլի եմ ասում, մեր նպատակը ժամկետը չի, մեր նպատակը բովանդակությունն է։ Այսինքն, երբ որ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք կամ բովանդակության հասցեագրման ինչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի եւ վստահելի կթվա, իհարկե մենք պատրաստ ենք նաեւ գնալ որոշակի լուծումների։ Հիմա ինչը քննարկելի չէ։ Օրինակ տեսեք դուք, ես էլ նախկինում ասել եմ, որ նույն Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետեւ երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ եւ դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով եւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը նկատի ունեմ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, այդ խնդիրները լուծված են։ Եվ ելի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են։ Ինչ վերաբերվում է սահմանադրության հարցին, ելի բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը շատ էական պատասխաններ է պարունակում այդ հարցի, բայց հարցը ո՞րն է։ Օրինակ մենք տեսնում ենք եւ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի Բայց պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը Խորհրդային Միության ըստ էության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել եւ բացի դա
կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել, տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։ Երկրորդը մեր Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի, եթե չեմ սխալվում, որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմատայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրները անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարան այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018-ից 2020 թվականից կա նոր սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, եւ մենք գնալու ենք այդ օրակարգին եւ մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական, եւ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաեւ խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Եվ հետեւաբար անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել, վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Տեսեք, շատ կարևոր է, ելի ասում եմ, նպատակը եւ միջոցը պետքա չխառնենք եւ չշփոթենք իրար։ Մեծ հաշվով նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքը ձևավորվել է որպես խաղաղության գործիք, իր տրամաբանությամբ, խաղաղության հասնելու գործիք։ Եթե մենք ունենք խաղաղություն, ինչու պիտի, հասկանանք, ինչու պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ որ բուն նպատակը խաղաղություն։